Artur, դու բարև, իջտավը կերպելի տեսա։ Բարև, բայց ես վռազ եմ, էլի։ Չելես պասիլը, իմացար, անցյալ անգամ քեզ տեսնելուց հետո բանին յարդի հետ խոսեցի, հեռախոսով։ Յարդը ով է։ Յարդը Արտյոմը Կարապետյան։ Ես չեմ ճանչել պես մարդ։ Հա, հումոր ես անում ամեն անգամ, ոչ ես ճանաչում։ Չեմ ճանաչում, ախպեր ջան, դու ինչ կուզես իմ տանջված ջանիցս, ես էլ Արտուր Հակոբյանը չեմ։ Բարով ես։ Փիլիպոսը, պրծանք։ Միա, դե որ Փիլիպոսը անցյալ անգամ ինչ չասիր։ Դե անցյալ անգամ չսեցի, որտեղ չուզեցի սիրտդ կոտրեմ, հաջող։ Արես ինչ դեղերա խմում ես։ Գրիշի չի հասանք։ Ասմեմ իչի, ուղիղ եթերից կուշանաս։ Չէ, բոբո ջան, վախենում եմ, բոբո ջան, ես իմ ուժերի վրա վստահ չեմ։ Իսկ սենց վստահությունը տավելանում, հա։ Բոբո, տեսնում ես դեպրեսիայի մեջ եմ, փոխանակից ոգևորես, տրամադրես, ուժ տաս, զեք ես պաղում իմ վրա, չեմ իշտի բոբո, վախենում եմ, ազիվ խոս չեմ կարող։ Այդ ենց լավա։ Ինչը։ Մալադեց, այդ ենց էմոցիայով որ խոսած չէ, հերուստադիտողը հաստատ կիմանա, որ իսկական Աշոտ Ղազարյանն է։ Չէ բոբո ջան, չեմ կարող, վախենում եմ, հետո գիտես ինչ, ես կենթանիների առաջ ելույթ եմ ունեցել, բոբո, բայց հազարավոր մարդկանց առաջ ես երբեք ելույթ չեմ ունեցել, և հետո կենթանիները չեն բողոքի, չեն գագատվի, իսկ մարդիկ գիտես ինչ կանեն, թերթերում կգրեն, խայտառական են։ Թոլասի մարդիկ երազում են TV-ով Երևան։ Ես էլ եմ ուզում TV-ով Երևան, բայց ոչ Աշոտ Ղազարյանի դերով։ Ես ուզում եմ Երևան որպես կենթանի բաժեցնող Գրիշ։ Դե լավ է տորնել կգա, արա իչի էլի Գրիշ աղբոր պես հսա կսկսեն էլի զանգել, իչի։ Լավ, կոնե արի միասին իշտենք։ Ես որպես ինչ։ Ախր որ դու կողքս դիտես, ես ավելի վստահ կլինեմ, ավելի համարձակ կլինեմ։ Լավ, կասես, որ մոտիկ մարդ է։ Կասեմ ընկերս է։ Լավ է, իչան։ Բարև ձեզ, պարոն Քորի։ Բարև ձեզ։ Պարոն Քորի, երեք ակսիդան ունեցա։ Հարց ու փորձ արի, ասին որ ձեզ դիմեմ, կօգնեք ինձ։ Այո։ Եվ ո՞նց ա եղել ակսիդենտը։ Ինձ համար գնում էի։ Մեկ էլ կարմիր լույս տվեց, որ կանգնեցի։ Կողքի ձախի կանաչ լույսը բացեց, հետևից ավտոն իմացա, որ ես շարժվում եմ, այսինքն իրա լույսն է։ Ու հետևից խփեց իմ ավտոին։ Բարձա։ Վերցրել եք իր ինշուրանսը, driver license, registration։ Ամեն ինչ, police report-ն էլ։ Police report-ն է ունեք։ Արված է, այո։ Okay, եւ ինչը դա ցավում կամ ինչ վնասվածքներ ունեք։ Գիտեք, որ խփեց հետևիցս, այս վիզս մի քիչ ցավեց, էլի։ Դու կարող եք ձեր բժշկինը գնաք։ Եթե չունեք, մենք կարող ենք գտնենք բժիշկ, որը կաշխատի լինի վրա։ Ճիշտ ասած կուզեի, որ դուք առաջարկեիք, էլի։ Okay։ Վաղը եթե ազատ եք, կարող եք իմ օֆիս գաք ժամը 9-ին եւ թղթերը ստորագրենք ու գործը սկսենք։ Դե շատ շնորհակալ եմ, շատ ուրախ էի ծանոթացանք, վաղը գամ ձեզ մոտ։ Ես էլ եմ ուրախ ու կտեսնվենք։ Եղավ, պարոն Քորի, հաջողություն ձեզ, հաջողություն, բարի գիշեր։ Ինչ մեղք եղավ այստեղ։ Ծանդրը գլուխը մեջը ուղեղը չկա, թե ինչի էսպես ծանդր։ Գագասն ուշ գնաց։
Էս ինչ կենես, այ մարդ։ Դու ուզում եմ սելֆի անեմ։ Համա մի հատ կարգի կադր չեմ կարող բռնեմ, էլի։ Խել արես։ Քնած մարդ ու սելֆի կենեն։ Գնաց մարդուն չէ, գնաց Աշոտ Ղազարյանին։ Մի հատ նկարի մեզի։ Ինչի՞ նկարեն։ Կավեշ Հա մի հատ Աշոտ Ղազարյանի հետ նկար չունեն, համ տո։ Աշոտ Ղազարյանը այդ նկար կուզեիր, գրիշ հետ նկարվեր, տոչն է Աշոտ Ղազարյանն է։ Լսի այկնիկ, ես ֆեյքերի հետ գործ չունեմ, ինձ օրիգինալն է պետք, այ մարդ։ Մի ադմ ֆեյք է դու ես էլի։ Օ, շատ ես սխալվում։ Ես ֆեյկը չեմ, ես օրիգինալին լավ նմանակողն եմ, դրանք տարբեր բաներ են։ Վայ հավատացող, սա։ Նկարեմ։ Նկարի։ Կուզես գրգազ նկարեմ, որ ավելի ռոմանտիկ եղնի։ Դա չէ, էլի ասի, նկարի, էլի։ Նկարից։ Դինջեցար։ Հա։ Քելե։ Հաղորդումը սկսավ։ Քելե տեսին գրիշ ինչ ջղթուսկուկ այդ հաղորդման տագից։ Գրացին, գրացին։ Այդ գոնչոին դու էիր ծածկել։ Հա, ինչ։ Մեղքս տվես ծածկեցի, խշտը։ Ինչ, դու թոմենար սատկես, սարես սատկեր, մի հատ հանցագործ ես աշխարհում պակաս կլներ։ Վայ, կագոս, բայց դու առաջը դիք չէիր։ Ինչի ես այդպես փոխվել, հա։ Ես մտել եմ դերիս մեջ ու ավելի շրջահայաց եմ դարձել աշխարհի նկատմամբ։ Աբրիս, մե հանցագործվե դու ես։ Գնա պարգի գոնչոյի կողքը սարի սատկի։ Վայ, ինչ մերկանտիլ կնիկ ես տոդու։ Ինչ կնիկ։ Մերկանտիլ, այսինքն փողասեր։ Այ մարդ, բայց ես իրավիճակի հետ։ Փողը ինչ կապ ունի։ Մեծ կապ ունի։ Այդքան խղճով էիր, բարեկամներս Հայաստանից եկել էին, ինչի տեղ չտվիր որ մնային։ Վայ, քանի հոգով էին եկել։ 20 հոգի էի։ Գլխիս տանեի։ 10 կնիկ 10 տղամարդ։ Ասեցի թող կանայք մնան մեր տունը, տղամարդիկ երթան հյուրանոց, չհամաձայնվան։ Այնքան խոսացիր առավոտից գլուխս պայթում է արդեն։ Գնամ այդ կոֆե սարքի խմեմ, հանգիստ ես հաղորդումը նայենք մի։ Գնա։ Ձեզ ինչ մեքենա է հետաքրքրում, պարոն Հակոբյան։ Լավ մեքենա, մագնիշը կարևոր չէ։ Եկեք ցույց տամ։ Երկու թիվ Mercedes C300 պանորամիկ sunroof-ով, քիչ քշած, 20 ինչ բանտաժներով, ռիմերով, շատ որակով մեքենա է։ Այս կինը ինչ արժե կինը։ Քանի որ մեր սիրած դերասաններից եք, ձեր համար ամենալավագույնը կանենք։ Բայց շատ շնորհակալ եմ, շատ ավրիկ։ Լավ, Անուտ ջան, հանգստացի, թեթև տար։ Հիմա այդ մարդիկ համ Արտոյի մասին են մոռացել, համ իր տապակ կատակների մասին։ Լսի Պեպո, դու չես հասկանում, որ հարցը ստեղ Արտոն չի։ Լավ, ես հասկանում եմ, որ մենք ինչ-որ չափով խաբեբաներ ենք։ Լավ էլ խաբեբաներ են։ Դե հա, լավ էլ խաբեբաներ ենք։ Բայց պրոֆեսիոնալ։ Պրոֆեսիոնալ խաբեբաներ եւ աֆերիստներ։ Ես դա հասկանում եմ, բայց մենք պետք է հաշվի առնենք այն արտիստներին, ում նմանակում ենք, ու չպետք է իրանց անունը գետնով տանք, հասկանում ես։ Հա, բայց մենք էլ տես որ նայես դերասաններ չենք, էլի։ Հա, էլի դերասաններ չենք, բայց կարելի է չէ թացը չորից տարբերել, խմորեղենը ափսից տարբերել կամ լավն ու վատը։ Օ, Արտոնա, գրել ասում ռեստորանի դեմն եմ, ասեմ գաներ։ Չէ, ավելի լավ է գնանք տուն հանգստանանք, ասա թողով կգնանք։ Հա, լավ, բաս։ Este supermarket du ari Supermarket Esti համեցեք դուք միշտ Կլասիկա լավն է։ Բայց չէ որ անցել են
այսքան տարիներ։ Glendale Level Restaurant and Lounge ունի նոր առաջարկներ։ 12-ից մինչև 6-ը Happy Hour, հուկա, պիցա եւ խմիչք ընդամենը $33։ Եթե դուք ունեք 401k-ներ կամ այլ retirement պլաններ ձեր գործատեղերից, ապա միայն դիմեք Legacy Partners-ին tax-free rollover-ներ կատարելու եւ ապահովելու ձեր եկամուտը ամբողջ կյանքով մեկ։ Բարի գալուստ Eric Sweet Creation, որտեղ թարմությունը համն ու բույրը միահյուսվում են սիրով։ Տորթեր բոլոր առիթների համար, ծննդյան, հարսանեկան եւ տոնական պահերի։ Eric Sweet Creation, քաղցրություն յուրաքանչյուր օրվա համար։ Օսիս Food Court համեղ ուտեստներ, հյուրընկալ ընդունելություն եւ բարձր սպասարկում։ Հեռախոսահամար 818 242 1958։ Օսիս Food Court։ SVH Travel Եվ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Միա թավակել է քեզ։ Ոնց։ Այդ ուսերը բարձր պայի, քայլեր տել երկար գցի։ Դավայ գնաց։ Հա։ Պարոն Ղազարյան։ Գանգլի քուետա։ Հա։ Դու ո՞վ ես։ Ոնց ով եմ։ Պարոն Ղազարյան, ձեր ասիստենտն եմ, կարը չկա։ Հա։ Կարը չկա։ Ուղղակի մի տեսակ ինչ-որ բան է կատարվում իմ հետ։ Լավ չեք զգում ձեզ։ Հիմա գնանք կաբինետում կխոսենք։ Պարոն Ղազարյան։ Հա։ Էս կողմում է կաբինետը։ Հա, վայ։ Պարոն Ղազարյան։ Հա։ Ուր եք գնում։ Հա։ Պարոն Ղազարյան, ձեր տեղը չեք նստում։ Հա։ Ժողովուրդ ինչ է կատարվում։ Պարոն Ղազարյան, ձեզ հեչ նման չեք։ Ոնց։ Բայց բոլորն ասում են, որ ես կոպիա Աշոտ Ղազարյանն եմ։ Ինչ։ Հումոր է անում, Կարո ջան, Ղազարյանին չգիտես։ Հա։ Լավ չեմ Կարո ջան։ Պարոն Ղազարյան, ինչ ա եղել։ Այսօր լավ չեմ Կարո ջան։ Այն անտերկորեական ճաշանում միջատ եմ կերել, թունավորվել եմ։ Ու մի տեսակ անունները շփոթում եմ, մոռանում եմ։ Իսկ կուզեք էմերջենսի կանչեմ։ Չէ։ Ես իմ բժիշկին եմ դիմել, ինքը տեղան է շանակել, խմում եմ ու հələ չի անցել, բայց հիմա կանցնի։ Դե պատրաստվենք հաղորդմանը։ Իսկ ով է այսօրվա մեր հյուրը։ Հյուրը այն հայտնի երգիչ։ Չէ, այսօր ինքը չի, այսօր փոխում ենք հյուրի։ Ոնց փոխում ենք։ Հա, այսօր հյուրը ինքն է։ Օ, ես։ Հա։ Բայց ինքը ով է։ Ով, ես։ Ոնց ինքը հայտնի թռչտաբան, թութակա սերը։ Չես պատկերացնիր։ Ինքը Բոբոն է։ Ну да։ Բա այս հայտնի երգչին ես ինչ ասեմ, պարոն Ղազարյան։ Հա, երգչին փոխի երշաբաթ։ Երշաբաթ 2 օր կկանչենք։ Չէ, 3 օր կկանչենք։ Ամբողջ շաբաթ իրան կկանչենք։ Լավ։ Գնա պատրաստի եթերին։ Արա ես ինչ ես սարքում գլխիս։ Ինչ անեի, բաբո ջան, եթե ուրիշը լիներ իմ հյուրը, ես լրիվ պրավալ կտայի, բայց քո հետ գոնեք խոսենք թութակներից, թրջումներից։ Արա ինձ ծախ քաղաքը գիտի։ Ավելի լավ բոլորը կիմանան, հազարամոր մարդիկ կիմանան, որ թութակը կորել է ու կփնտրեն քո թութակին։ Այդի դուրս եկավ։ Հա, դա ված չի կարողնի։ Բայց քեզ ոնց ներկայացնեմ։ Ոնց կամելի Բոբո։ Լսես, մաֆիայի կլուբ չի, սա հեռուստատեսություն է, ոնց ասեմ Բոբո։ Դա ինչ ասես։ Անուն ասում եմ։ Անես Բալաբեկա։ Չէ, ասենք այդքան խնդալու է արա։ Չէ, ուղղակի Բալաբեկ անունով ընկեր ունեի, հիշեցի։ Իսկ ազգանունը։ Դա կարևոր է։ Դա ինչ կարևոր է, ոնց, բա հեռուստատեսություն է։
Աչքա Լուսիկյանը։ Լավ չեմ։ Այսօր լավ։ Բալաբեք աչքա Լուսիկյանը։ Ամար ոչ մի բան էլ մի ասա, կասես բոբո վերջ։ Ես ենքան մարդ գիտեմ, որ իրանց կեղսանով են ներկայում։ Եղավ։ Լավ, բոբո էլ կասեմ։ Պարոն Ղազարյան, ճիշտ ասած մի քիչ նեղվեց մեր հյուրը, բայց ասացի, որ մի շաբաթ անվճար իր կլիպը եթեր կտանք, ուրախացավ, ճանապարհեցի գնաց։ Ապրես, շատ լավ ես արել, Կարա ջան։ Բայց մի հատ կոֆե չես տալու, խմենք։ Պարոն Ղազարյան, ինչ կոֆե, 15 րոպեից սկսում է եթերը։ Արա, դե լավ կանացի։ Այսօր առաջի անգամ ինձի աստղ զգացի։ Գիտեմ, պատմեցին, թե ոնց են ուզը Սինդրիկի ծնունդից հետո, ելույթից հետո քախանեն քեզ։ Հա, հետո, բայց մինչև այդ ծնունդը որ նես մտանք։ Բարևձեզ, պարոն Հակոբյան, ինչ եք, ձեր առողջությունը ինչ եղել, տեսներ, ծերների վրա կուզեին ինձ տանեին, էլի։ Այսօր մտանք մի հատ ինչ էր աղջի։ Car Star Motors մտանք։ Հա, ավտովերսրեցի, որպես Արթուր Հակոբյան, էլի։ Հայտղա լավագույն ավտո, լավագույնը տվեցին, իրանք շնորհակալությունին լավ պայմաններով։ Ուսեցին հաջողություն, դե լավ է էլի հայտնի մարդ եղնելը։ Պրոստը մորանում եք, էլի, որ մենք այդ աստղերը ճանաչված մարդիկ չենք։ Մենք դրանց վատ կրկնօրինակներն ենք։ Հա, մնում մենակ մի հատ շտամպ խփեն վզներից Made in China, ու վերջ։ Բայց իրանք չգիտեն, չէ։ Առայժմ չգիտեն, բայց օրից մի օր կիմանան, չէ։ Հա, մինչև իմանալը, մենք պետք է ամեն ինչից օգտվենք, էլի, սա այդ բաները մենք պետք է ունենք, կանուն, հարսնիկ, ծանուն, թաղում, յոթ, ինքնահող, տարի, սա մենք պետք է ունենք։ Դու ես այդ կարծիքին։ Հա, Պեպո ջան, շատ ճիշտ է ասում։ Քանի մեր գլխի տակ փափուկ բարձ կա ու չեն հանել, պետք է մաքսիմալ օգտագործել բոլոր հնարավորությունները։ Մաքսիմալ, այո։ Բայց իհարկե չենք մոռանում, չպետք է խաղալ մեր նմանակների, լավ, օրիգինալների հեղինակության հետ։ Եթե իհարկե միջև այդ մեզ չբացահայտեն, չձերբակալեն եւ չուղարկեն համապատասխան տեղ։ Տարչո ջան։ Պեպո։ Հա, Պեպո ջան, դու շատ տաղանդավոր մարդ ես։ Գիտեմ։ Հա։ Մարդկանց տրամադրությունը փչացնելու մեծագույն վարպետ ես, դու պետք է աշխատեիր թարգման բյուրոն։ Չեմ կարա։ Չի։ Ասեցի չեն միկրոֆոբիա ունեմ։ Ինչ է։ Դե մեռելներից որ վախում եմ։ Ո՞վ չի վախում։ Ախպեր եկեք Աշոտ Ղազարյանի, իրական Աշոտ Ղազարյանի հաղորդումը նայենք, քիչ խնդանք ուրախանանք, տրամադրություններս բացվի։ Հա, տեսնենք այս անգամ ում է հյուր կանչել։ Բայց ինչ կուզեք ասեք, գրիշը շատ նման է Աշոտ Ղազարյանին։ Հա, քթից թարած։ Հրելեսի։ Բայց ինչի՞ չեն խոսում որ։ Ձենն անջատած է։ Վարձուցրա։ Չեմ կրնա։ Պուլտը մոդես չէ։ Մենա։ Հա, բայց։ Բարև ձեզ հարգելի, սիրելի եւ պաշտելի հասարակություն, ժողովուրդ, մարդիկ, բոլոր։ Շատ էի կարոտել ձեզ։ Այսօր բարեկամներ, ես ունեմ մի շատ հետաքրքիր հյուր, մարդասեր, կենդանասեր, թռչունասեր եւ հատկապես շատ է սիրում թութակներին։ Դե ուրեմն եկեք դիմավորենք թռչնասեր թութակասեր Բոբո։ Դիմավորեք։ Բարև ձեզ։ Նստեք, Բոբո, նստեք։
Բարև Բոբո ջան, ո՞նց ես։ Բոբո, քանի որ մեր հերոստատիտողը լավ չի ճանաչում քեզ, մի քիչ ներկայացրու քեզ։ Դե ոնց ասեմ։ Են երկի մեջ ոնց է ասում։ Հայրիկը մանկուց սիրել եմ, դենց ես մանկուց սիրել եմ թութակներին, ու կարևոր է, որ այդ սերը փոխադարձ է եղել, հա։ Շատ շնորհակալություն։ Կարաք ինձ ասեք, ինչ գործ ունի Բոբոձյան Աշոտ Ղազարյանի հաղորդմանը հյուր, հա Պեպո։ Բայց դու համոզված ես, որ դիք Աշոտ Ղազարյանն այլ ոչ թե մեր գրիշը։ Արտոն ջան, եթե դա գրիշը լիներ, հիմա ինքան էր կակազել, որ կակազելով իրան հաղորդումից հանես շպրտել էին։ Հալա մեր ուսումնացիք կարող է լսենք հասկանանք ինչ է կատարում։ Չպչպոցը դուր կդրես կլսենք։ Բերանդ է փակ ծամերի Պեպո։ Ճիշտ ասած, ես էլ մանկուց սեր ունեի դեպի կենթանիները ու նույնիսկ երազում էի անաստաբույժ դառնալ։ Հա, քեզ կսած էր։ Հա, բայց հիմա մտածում եմ, որ ուշ չէ։ Դու ասա հյուր չունեիք, ինձ կանչեիք, նենց ինտերվյու տայի, որ ձեր ռեյտինգը թռներ օդ։ Քեզի, թե Աշոտ Եդիգարյանին։ Լսի, այկնիկ։ Ինչ։ 1000 անգամ ասել եմ Աշոտ Եդիգարյան, գագաս գոյություն չունի, ես իմ մեջ գագասին սպանել եմ, չկա գագաս գոյություն չունի։ Տոխելոք, Աշոտ Եդիգարյանը Հայաստան է։ Դու Հայաստանում, հա, դու օնլայն ինտերվյու կտայի։ Ով, սուս մնա, տեսնենք ինչ կխոսին։ Բարեկամներ, ճիշտ ասած, այսօրվա իմ Արոմա սուպերմարկետ, վայելեք լավագույնը։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածքների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե lease, թե buy տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Հասեն 333 North Verdugo Road Glendale, ամրագրման համար 323 300 0003։ Մոնար 747-699-7999 Նախնական պատվերների համար զանգահարեք նախորոք Սանամյան Meat Market 747-699-7999 Լիովին վերանորոգված եւ վերափոխված Cielo Banquet Hall-ը ստեղծված է շքեղ միջոցառումների անցկացման համար Cielo Banquet Hall 818-504-8245 Հատուկ օրվա համար պետք է հատուկ ծառայություն։ One Dream Limo, ձեր հարսանիքների, ծնունդների եւ VIP միջոցառումների լավագույն ընտրություն։ One Dream Limo։ Հյուրը եկել է այստեղ ոչ միայն կիսվելու իր սիրո մասին դեպի կենթանիները, թռչունները, թութակները, այլ նաև խնդրելու, որպեսզի օգնեք նրան գտնելու իր շատ սիրելի թութակին, որը այժմ չկա, կորել է։ Ժողով ջան, գամփրս, թութակիս անունն էլի, կորելա, հիմա դիմում եմ ձեզ, եթե հանգարց թութակիս գտնեք, մեծ դրամային պարգև կստանաք, շատ մեծ, խոստանում եմ։ Դե ինձ սիրելի բարեկամներ, իմ հաղորդումը մոտեցավ իր ավարտին, չքնախ ավարտին, և ելնելով ավանդույթից հաղորդման ես պատմեմ
վերջին անեկդոտը։ Մեկը գնում է կենդանիների խանութ եւ մոտենում վաճառողին։ Ասում է. «Խոսացող թութակ ունեք»։ Վաճառողին ասում է. «Ոչ, բայց մենք ունենք փայտփորիկ, որը Մորզեի այբուբնով կարող է անեկդոտ պատմել»։ Լանջատի հա Արտո, սուս բյատ։ Խի, լավ անեկդոտ։ Սուսելի բերբո, այս ամեն ինչի իրոք, ինձ դուր չի գալիս, աչքիս հալաբուլա երևում, պետքա գնալ բոբոյի տուն ու ամեն ինչ պարզել։ Երտանք։ Ես չեմ գալիս, գնացեք, ես այս անգամ պաս, պարկվեմ հանգստանամ։ Քար է քաշի, օգնել է։ Այո։ Հա, հանգստացի, քեզ պետք է հանգստա։ Պարկի հանգստացի։ Գնա։ Ես ու Արտոն կգնանք։ Բարի հանգիստ։ Հա։ Ցեզար Փարի դարաբանք։ Պարոն Ղազարյան։ Պարոն Ղազարյան։ Պարոն Ղազարյան, ոյ։ Չեք պատկերացնի, ես թութակի մասին հաղորդում ինչ բուրըն արձագանք ա ունեցել։ Արդեն 100 հոգի զանգել ա, պատրաստ են կամավոր խմբեր ձևավորել եւ փնտրել թութակին։ Հենց այս ըղբանից ես քեզ նշանակում եմ թութակի բորոնման գծով կոորդինատոր։ Շատ շնորհակալ եմ, սպասիբո։ Ու իմացի հենց նորություն եղավ, զանգում ես Բոբոյին։ Կզանգեմ Բոբոյին, հենց նորություն լինի։ Գիտեք չէ, բուջուր ժամանակ բուջուր դաշտամուկ ունեի։ Հետո կորավ այդ անտերը ու մինչև այսօր հենց հիշում եմ իր մասին դեպրեսիա եմ ոնք։ Զանգեք Կարաջան, զանգեք կհանդիպենք ու խոսենք մեր սիրած կենդանիների մասին։ Անպայման։ Իսկ դուք ինչ եք հորոսկոպում։ Էշ։ Հա? Ուզում եմ ասել ինչ է կանգնել էշ խոսում։ Իսկ մենք կարևոր հանդիպում ունենք Բոբոտ ջան։ Ճիշտ է ասում, մենք հանդիպում ունենք ուրախ հեծանոթության։ Դե ես գնացի։ Մեր առաջին հանդիպումն է, բայց ես վստահ եմ, որ վերջինը չի։ Ես եմ վստահ, որ վերջինը չի։ Վայ բախտ բաժանող։ Հայ մարդ, ով տանջվի, ով դերի մեջ մտնի, ով ստեղծագործական տառապանքներ ապրի, ում անունը դուրս գա, ով հայտնի դառնա։ Վայ ինչ կխոսիս, այ մարդ։ Տո Բոբոն մի հատ ինտերվյու տվեց դարավ աշխարհով մեկ հայտնի մարդ։ Վայ, ամեն ինտերվյու տվողուր հայտնի դառնալ, Դու հլը մի հատ նայեր Facebook, տեսեք թութակի անունով 100 հատ խումբ է ստեղծել արդեն։ Վայ, մարդիկ կուզեն թութակին կդնին, վատ է։ Դու թութակը ինչ չի հետաքրում, Բոբոնը հետաքրում, որ բար գգակ ասի, որ մեր նման ճանաչված մարդ է դառել։ Հա, ես կբացեմ։ Բաց։ Այ քեզի բան։ Գագաս, այդ Բոբոն ինչ էր Աշոտ Ղազարյանին հյուր գնացել, հա? Դիկ Աշոտ Ղազարյանը չէր մեր կրիշը։ Եկեք ներս ամեն ինչի մասին մանրամասը կպատմեմ, եկեք ներս, եկեք։ Արի։ Եկեք։ Կոնչոն, ինչ է ստեղ վեր ընգած։ Բայց շունը պետք է վեր ընգածալի, բա ինչ կտիլդի, դո, արի, Արտո ջան։ Եկեք։ Ամեն ինչի մասին կասեմ, եկեք։ Աշոտ Ղազարյանն է, թե Գրիշը։ Սա Աշոտ Ղազարյանն է, Գրիշը հաղորդում էր վարում։ Չհասկացա, հələ մի րոպե։ Բա ոնց էր Աշոտ Ղազարյանը հայտնվել Բոբոյի տանը։ Շատ հասարակ գողացել բերել էստեղ։
Գողացե՞ք։ Հա, ամեն ինչ կասեմ, համբերեք։ Բոբոջան, ասում եմ, մենք կարանք էս Աշոտ Ղազարյանին էլ բաց չթողնենք, հա? Հաստատ ես իրանից լավ կբարեմ այդ հաղորդումը։ Դու իրանից լավ չես կարող բարես։ Ինչի՞ չեմ կարող որօրինակ։ Որովհետև ինքը Աշոտ Ղազարյանն է։ Իսկ դու պրոստո գրիշը։ Կարամ մի հատ հարց տամ, Բոբոջան։ Դուր։ Սիրահարված ես։ Չէ։ Սիրահարված ես, ես ֆերոմոնների հոտը զգում եմ։ Էդ ինչ արա։ Ֆերոմոնները դրանք քիմիական էացություններ են, որոնք կենդանիների մոտ արտազատվում են զուգավորման սեզոնի ժամանակ։ Օրինակ, կատուները զուգավորման սեզոնի ժամանակ հոտեր են հանում, որը գրավում է հակառակ սեռին։ Իսկ շների մոտ օրինակ Ես ոչ շուն եմ, ոչ էլ կատու։ Ոչ մի հոտ էլ չեմ արտազատում։ Լավ։ Արտազատում ես։ Ես զգում եմ, շատ լավ զգում եմ հոտը, ֆերոմոնների հոտը զգում եմ։ Լսի։ Եթե շատ խոսած ոտով ես գնալու տուն։ Սուսուփուս նստի։ Լավ, պրոբլեմ չկա։ Բայց Կարան շատ լավ աղջիկ է։ Ու հիմա հաստատ ինքը ֆերոմոնները արտազատում։